Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես արագորեն դիմեմ մեր այն սիրելի ունկնդիրներին, ովքեր հետևում են, դիտում են One Talk YouTube-յան մեր ալիքի հաղորդումները, բայց դեռ չեն հասցրել հանգամանքների բերումով բաժանորդագրվել, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Այսօր մեր զրուցակիցն է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խորշուդյանը։ Պարոն Խորշուդյան, բարև ձեզ եւ շնորհակալություն, որ մեր հրավերն ընդունել եք։ Սիրով։ Պարոն Խորշուդյան, նախ սկսենք մեր այսօրվա զրույցը ձեր տեսակետների արտահայտումով մի 3 ինձ համար այսպես ասած կազմված օրակարգային եւ կարեւոր հարցերի շուրջ։ Սկսենք, եթե դեմ չեք, այս փորձագիտական խմբի Բաքու կատարած այցելությունից։ Այ ընդդիմադիր որոշակի շրջանակներ պախարակում են արդեն այդ փորձագիտական խմբի ուղարկումը Բաքու, ըստ էության Հայաստանի գործող իշխանությունների կողմից համարելով, որ դա կարելի ասել Ալիևին լեգիտիմացնող, Ալիևին իրականում իր բնույթով մակրագործող բնույթ է կրում, այսինքն այստեղ չեն գնացել մեր փորձագետները, ավելի պարզ լեզվով ասած, բարձրացնելու մեր երկրի համար, մեր կողմի համար կարևոր հարցեր, այսինքն ասենք գերիների վերադարձի խնդիրը, Արցախի պատմաճարտարապետական մշակութային կոթողների այս բարբարոսական ոչնչացման խնդիրը, Արցախայության վերադարձի իրավունքի խնդիրը, որի մասին դուք, եթե չեմ սխալվում, խոսել եք, այդ հարցը դուք ինքներդ բարձրացնում եք, որպես կարևոր իրավական հարց եւ հայանպաստ հարց, բոլոր դեպքերում միջազգային նաեւ իրավունքի կողմից։ Ինչ եք կարծում, բոլոր դեպքերում ճիշտ էր այս խմբի ուղարկելը Բաքու, թե ոչ։ Հերթով անդրադառնամ ձեր հարցադրումներին։ Սկսենք նրանից, թե ովքեր են պախարակողները։ Կամ նախկին քոչարանականները, կամ նախկին սերժականները։ Նախկին նկատի ունեմ նախկինում իշխանությունների հետ կապ ունեցող եւ հիմա այդ ուժերին հետ համագործակցող կամ նրանց հարող։ Հիմա երբ որ Ռոբերտ Քոչյանը բանակցում էր Ալիևի հետ, հետո էլ Սերժ Սարգսյանն էր բանակցում Ալիևի հետ, նստում էր սեղանի շուրջ, խոսում էր, լեգիտիմացնում էր Ալիևին։ Ասեմ, ինչ նշանակում չշփվել, չխոսալ, որովհետև եթե խոսում ես, ուրեմն լեգիտիմացնում ես։ Ընդ որում այս փորձագետները չեն գնացել Ալիևի հետ հանդիպեն։ Գնացել են հանդիպեն ընդեղի փորձագետների հետ։ Հիմա պարզ է, որ ընդեղի փորձագետները անկախ չեն եւ Ալիևի շրջանակից են կամ ենթակա են կամ ենթարկվում են, հասկանալի է։ Ադրբեջանի պես երկրի պարագայում։ Հա, եւ այդ իմաստով գոնե կազմի մասով ադրբեջանական պատվիրակության առնվազն մի հոգու մասով ես հարցեր ունեցել եմ եւ տվել եմ հրապարակային, հա։ Բայց հարցը այդ չի, իրենց փաստարկ ուրիշ է, իրենք ասում են, որ պետք է չլինի ընդհանրապես շփումներ երկու ժողովուրդների, երկու շփում լինի, բայց մենք գնանք այնտեղ կամ մեր փորձագիտական խմբերը, պարոն Խորշուդյան, կամ թեկուզ քաղաքական ինչ-որ խմբերի ներկայացուցիչներ, գնանք որոշակի հարցեր, հիմնարար հարցեր բարձրացնենք, բայց այս խումբը այդ հարցերը չի բարձրացրել, նրանց մատնանշած։ Հիմա կան պայմաններ նման հանդիպումների կազմակերպման։ Եվ հայկական կողմից եւ ադրբեջանական կողմից։ Ադրբեջանական կողմի պայմանը այն է լինում նաեւ, որ այդ կարգի հարցեր չպետք է բարձրացվեն, որովհետեւ եթե բարձրացվեն, ուրեմն այդ հանդիպումները տեղի չեն ունենա։ Այսինքն միակողմանի բոլոր դեպքերում ձեր ասածից էլ հասկացա, որ պարտադրանք է, եթե դուք գաք ու բարձրացնեք։ Չէ, պարտադրանքի հարց չի, նույնը հայկական կողմից, եթե իրենք գան ինչ որ այնպիսի հարցեր բարձրացնեն, որոնք որ Հայաստանի ինքնիշխանությանը վնասեն կամ ինչ որ միջանցքի հարց բարձրացնեն օրինակ եւ այլն, մերոնք չեն գնա, չեն համաձայնվի այդպիսի հանդիպմանը, ոչ կհրավիրեն, ոչ էլ իրանք կգնան։ Այսինքն ինչ որ կարմիր գծեր կա, որ երկու կողմերի համար էլ դա կա։ Հիմա Արցախահայության իրավունքների հարցը մենք բարձրացնում ենք այն հարթակներում, որտեղ որ ադրբեջանական գոնգոներ կամ չկա, կամ եթե կան, իրենք չեն կարող կանխել այդ բարձրացնելու հարցը, բայց դա միջազգային հարթակներն են, դա ադրբեջանական հարթակ չի։ Մենք չենք կարող Ադրբեջանում այդ հարցը բարձրացնել։ Ես էլ որ ուզեմ էլ չեմ կարող։ Դրա համար էլ մենք աշխատում ենք իրական ադրբեջանական քաղաքասրակության հետ, որտեվ բոլորն էլ հասկանում են, որ կոնկրետ մեր քաղաքասրակության ներկայացուցիչները, ովքեր որ գնում են Ադրբեջան եւ ովքեր հրավիրել են նաեւ ադրբեջանցիներին, աշխատում են այնտեղի գոնգոների հետ։ Գոնգոները, ով չգիտի, անգլերեն հապավում է governmental non-governmental organization, այսինքն իշխանությունների ենթակա կամ իշխանությունների կողմից հիմնադրված կապ չունի։ Հասարակական կազմակերպություններ։
Չակերտավոր հասարակական կազմակերպություններ Վստահ եմ, որ դա այդպես է։ Լիովին կիսում եմ, մանավանդ Ադրբեջանի դեպքում։ Այնպես չի, որ մերոնք չեն հասկանում դա, այդ կազմակերպությունները, ովքեր գնում հանդիպում են։ Բայց մեկ է, պետք է նաև նրանց հետ աշխատել, որտեղ իրենք են դոմինանտ այսօր Ադրբեջանում։ Իրանք են գերակշռում նաև հասարակական կարծիքում։ Այն կազմակերպությունները, ում հետ մենք ենք աշխատում, կամ Ադրբեջանում չեն ընդհանրապես, որտեվ Ալիևին կոշտ ընդդիմադիր են եւ փախել են Ադրբեջանից, որ իրենց էլ չնստացնեն, կամ արդեն մի անգամ նստած հելած են եւ այլն, հա։ Կամ նրանք են, ով էլի հետապնդվել են, բայց հիմա այսպես աշխատում են շատ զգուշ աշխատել, առանձնապես շատ հրապարակային չընդդիմախոսել Ալիևին, որպեսզի էլի չբռնեն, չնստացնեն իրենց։ Հա, այդպիսի կազմակերպությունների հետ մենք աշխատում ենք, բայց այդպիսի կազմակերպությունները ազդեցություն չունեն Ադրբեջանում, իրենք լրիվ մարգինալ վիճակում են, իրենք էլ են դա հասկանում։ Հիմա ամեն մեկս մեր գործը անենք, էլի, հիմա ես նախընտրում եմ այդպիսի կազմակերպությունների հետ աշխատել, որտեղ ես հույս ունեմ, որ իրենք, եթե ոչ այսօր, բարձա, եթե ոչ վաղը, գոնե մի 20 տարուց գուցե Ադրբեջանում կունենան ծանրակշիռ ներկայություն եւ ազդեցություն, եթե ոչ իրենք կլինեն դոմինանտ, երբ որ Ադրբեջանը ավելի ժողովրդավարական կդառնա, իսկ ես հույս ունեմ վաղ թե ուշ դա լինելու է։ Կարող 20 տարին լավատես եմ ասում, լավատեսորեն եմ ասում, կարող է 5 տարի հետո դառնա ժողովրդավար երկիր։ Հա, մենք մեր հասանելիքը անում ենք, որ այդպես լինի, բայց ես չեմ կարծում 5 տարում իրատեսական է, որ Ադրբեջանը այդպիսի երկիր դառնա։ 5 տարում չի դառնա հաստատ։ Բայց ամենայն դեպս միջազգային հարթակներում, օրինակ Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումում, ՍԵՊԱ-ի մեր պլատֆորմում եւ այլն, մենք բարձրացնում ենք շատ հարցեր, որը որ չենք կարող բարձրացնել Ադրբեջանում եւ Ադրբեջանում որևէ մեկը չի կարող այդպիսի հարց բարձրացնել։ Միայն Ադրբեջանից փախածները կարող են համաձայնվել մեր հետ նման հարցերի շուրջ եւ մեր գործընկերները համաձայն են, որ իհարկե պետք է Արցախահայության իրավունք ունենա վերադառնա, իրավունք ունենա իր հայրենիքը վերադառնա անվտանգ, երաշխավորված, որ այդ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն եւ այլն։ Այդ հարցերը մեր հետ համախոհ, բայց ելի եմ ասում, իրենք ոչ մի բան վրա չեն ազդում։ Դրա համար մեր մյուս գործընկերները հայաստանցի, ովքեր աշխատում են գոնգոների հետ, գոնե ինչ որ հարցերում այդ սառույցը կոտրելու համար պետք է խոսեն, պետք է շփվեն եւ այդ առումով ես ողջունում եմ իրենց նախաձեռնությունը, իրենց ակտիվությունը։ Ինչքան շատ լինեն այդպիսի նախաձեռնություններ, ինչքան շատ այդ շփումները լինի, որտեղ նաև կարծրատիպեր է կոտրում, այդ հայատյացությունը, որ Ադրբեջանում տարածվում, օրինակ Հայաստանում չկա ադրբեջանատյացություն։ Հա, կա բարկություն այդ ռազմական հանցագործությունների մասով, բայց մենք գիտենք տարանջատել հանցագործներին նորմալ մարդկանցից։ Իրենց մոտ մի քիչ ուրիշ ձև է, իրենց մոտ բոլոր հայերին համարում են հրեշներ։ Եվ այդպես են դաստիարակում, եւ որոնք պիտի ոչնչացվեն։ Չեն բարձրաձայնում, այդպես չեն ասում, բայց հա, մտքում երևի ունեն դա շատերը, հուսով եմ ոչ մեծամասնությունը, դա չգիտենք, բայց ամենայն դեպս շատ վատ են տրամադրված բոլոր հայերի հանդեպ։ Եվ երբ որ ինչ որ հայեր գնում են, այնտեղ ձեռք սեղմում են, գնում են ինչ որտեղ նորմալ նստում են, իրար շփվում են, մամուլի ասուլիս են տալիս, իրենց ընդունում է ղեկավարությունը, Ալիևի, օրինակ օգնական անվտանգության գծով, գիտեք, Հիկմետ Հաջիևը ընդունել էր եւ այդ ամեն ինչը Ադրբեջանի հասարակության համար նորություն է եւ դա ազդում է, այսինքն իրաց մոտ ինչ որ կարծրատիպեր են կոտրվում, որ ինչ որ բան է փոխվում, որ արդեն վերևից սրան կա, որ այդքան էլ թշնամի չեն փաստորեն հայերը, իրանց հետ կարելի է շփվել, հասկանում եք, դա էլ մեծ արժեք ունի ինքնըստինքյա։ Այն որ իրենք եկան մեր մոտ ոչ մի բանը չփոխեց, հա, մենք գիտենք, որ կա նորմալ ադրբեջանցիներ կան գոնգոներ, որոնք Ալիևին ենթակային, բայց դե հիմա ռազմական հանցագործներ չեն։ Էլի եմ ասում, դրանցից մենակ մեկն էր, որ մասնակցել էր Լաչինի շրջափակմանը եւ այդ մարդու այդ տիկնոջ հետ կապված մենք հարցեր ունենք եւ պատահական չի, որ այդ տիկնոջը մենք ուրեմն բոյկոտել ենք պլատֆորմի անդամ էր նաեւ Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի ադրբեջանական պատվիրակության անդամ էր եւ մենք հասանք նրան, որ այլևս ինքը այնտեղ չի լինում եւ չի լինելու։ Այդ կարող ենք հաստատ ասել։ Մասնակիցը հա, չէ, միանշանակ պիտի արդեն ունենա։ Եվ ասեմ, նաեւ ադրբեջանական պլատֆորմի անդամներն էլ էին իրեն կշտամբել, որ մեզ էս խայտարականում, մենք հետո ոնց են գնալու Բրյուսելում հայերի դեմքին նայենք, երբ որ դու այսպիսի բաներ ես արել իրենց դեմ, մասնակցելով Ալիևի աստորեն պլանին շրջափակելու Արցախը եւ սովամահության հասցնելու փաստորեն նպատակը նաեւ դա էր գուցե, չէ՞։ Եթե ոչ զուտ սպառնալով սովամահությամբ սպառնալով, որ գրեթե նույն բանն է։
ինչ որ զիջումների հասնելը կամ վտարելը ինչ որ տեղի ունեցավ վերջը, բռնի տեղահանությունը։ Հիմա համենայն դեպս դե մերոնք էլ ասում են, որ հա, իրենք էլ մեր մասով են դժգոհ, որտեղ մենք էլ մեր հրապարակումներում շատ բան ենք ասել իրենց մասին ժամանակին, բայց դե դա համարժեք չի։ Համարժեք չի։ Այդ մի բան է իրար հանդեպ ինչ որ բաներ ասելը, մի բան է նման գործողությանը մասնակցելը։ Լավ, ինչևէ, բայց ամեն դեպքում ընդհանուր առմամբ ես էլ եմ ասում, շատ կարևոր նախաձեռնություն էր եւ կարևոր է որ ամեն մեկս մեր գործը անենք, իրենք այդ տրեքով, այսինքն գոնգոների հետ աշխատելով, որոնք որ ազդեցություն ունեն Ադրբեջանում, մենք էլ այն մարդկանց հետ աշխատելով, որոնք հույս ունենք, որ վաղ կունենան Ադրբեջանում, ապագայում կունենան ազդեցություն, որ գոնե ինչ որ տեսլական իրանց հետ ձևավորենք, թե ոնց է ապագայում Հայաստանի ժողովրդավար հասարակությունը շփվելու Ադրբեջանի ժողովրդավար հասարակության հետ։ Այդ նույնիսկ գաղափարները պետք է էփեն, պատրաստվեն, չէ՞, որ ինչ որ տեսլականներ լինի, ինչ որ նույնիսկ եթե պետքա կարծրատիպեր, բայց դրական կարծրատիպեր ձևավորվեն, որ դրա շրջանակներում ադրբեջանական հասարակությունը զարգանա, այլ ոչ թե հայատյացության, մշտական այդ եւ ավտորիտարիզմի նաեւ, հա, եւ հակաժողովրդավարական համակարգի շրջանակում իրեն միշտ պատկերացնի։ Այնպես որ այդ առումով այդ այն կարծիքը ողջունելի է։ Իդեպս խոսակցության ժամանակ մի հարց առաջացավ, որը ուզում եմ ուղղել ձեզ, օրինակ ինչ եք կարծում, բնական հարց, որը մի տեսակ ծագեց իմ միտքը, ասենք եթե մենք այսօր լինի իշխանության մակարդակով, լինի եկեղեցու մակարդակով, լինի հասարակական կազմակերպությունների մակարդակով, հստակորեն շատ այսպես մեծ ռեսուրսով առաջ տանենք Արցախայության իրավունքների հարցը, վերադարձի հարցը։ Դա չի հանգեցնի նրան, որ ադրբեջանական կողմն էլ շատ մեծ ռեսուրսով առաջ կտանի այսպես կոչված, որը իմ համար իրական բան չի ու շատերի համար, կարծում եմ նաև ձեզ համար, այսպես կոչված փախստականների 300,000 թե 400,000 փախստականների վերադարձի հարցը, որը եթե իրականացվի Հայաստանի պարագայում, դա մեզ համար մահացու ական կլինի, ինչ կարծիք եք։ Երբ որ մի ֆորումի անվտանգության ֆորում էր կոչվում, թե կարող սխալվել Հայաստանում կազմակերպված վերջերս մի ամիս առաջ, որին էլի Ադրբեջանից փորձագետ էր հրավիրված, ոչ այս պատվիրակությունների կազմում, այլ առանձին փորձագետ էր, եւ հնարավորություն ունեի հարց տալու իրեն, ես հենց այդ հարցը տվեցի, ասացի, այդ 300,000-ը որտեղից եք վերցրել, այդ ինչ թիվ է, այլ։ Այդ մեկ եւ երկրորդը ասացի, երբ որ այդ հարցը բարձրացնում եք, պատրաստ եք, որ նաեւ հայ փախստականների հարցը ոչ միայն Արցախի ժողովրդի, որը որ ինքը առանձին սուբյեկտ է, ինքը որպես ժողովուրդ, այլ նաև առանձին քաղաքացիների, Ադրբեջանի հայ ազգի քաղաքացիներ, Բաքվից, Սումգայիթից, ուրեմն վտարվել են եւ այլ տեղերից, Մազապուրց եւ ամեն ինչ կորցել են։ Կես միլիոնի կարգի հայություն է այնտեղից փախել, պատրաստ եք նաև դա, ինքը խուսափեց պատասխանից, ինքը չուներ պատասխան։ Ինքը նախ ասեց, դե չգիտեմ, երևի նկատի ունեն, որ կարող է լի երեխաներ են ունեցել այդ եւ դրա համար ավելացել է թիվը բանի մարդահամարի համեմատ եւ այլն։ Այդտենց լղոզեց, այն մնացածն էլ էլի ոչ մի կոնկրետ բան չասեց, խուսափեց։ Բայց դա չեք կարծում, որ կարող է մեզ համար, եթե անգամ նրանք դա ողջունելի համարեն եւ ասեն եկեք հայեր։ Չէ, հիմա տեսեք։ Մեզ համար մահացու ական լինի։ Բացարձակապես։ Գիտեք, փախստականների հարցը դա իրավունքների հարց է։ Եվ իրավունքների հարցը, եթե դա չի վերաբերում Արցախի ժողովրդի իրավունքին, որը էլ եմ ասում, ինքը սուբյեկտ որպես առանձին քաղաքական հարց է։ Իսկ զուտ անհատապես, երբ որ մենք վերցնում ենք այլ քաղաքացիների, այդ թվում Հայաստանից փախած ադրբեջանցիների, որոնք որ այտենց չենք ասում ադրբեջանական ժողովուրդ, ինչ որ դուրս եկավ Հայաստանից, ասում ենք ադրբեջանական ծագում ունեցող Հայաստանի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության այն ժամանակ սովետական սոցիալիստական փախել, այն էլ իրականում հանգիստ իրենց փոխհատուցումը ստանալու։ Հիմա դրան եմ գալիս։ Երբ որ գալիս է իրավունքների կոնկրետ անհատների իրավունքների խախտված իրավունքների վերականգնման հարցը, պետք է նայվի ինչ իրավունքներ է խախտվել։ Ունեցվածքային, կյանքի իրավունք, առողջության իրավունք, հա, այդ երբ որ նայվում է, տեսնում ենք, որ ընդամենը մի քանի հոգի զոհեր են ունեցել ադրբեջանցիները, այստեղի այդ իրավադարձությունների հետևանքով 88-89 թվերի Վանաձորում էր, կարծեմ 1-2 զոհ եղել, էլի ինչ որ տեղ է, տենց շատ
սահմանափակ թվով, ոչ թե հարյուրավոր զոհեր, ոնց որ Սումգայիթում, հետո Բաքվում եղավ, այլ այդպես հատուկ են դեպքեր։ Հետո ունեցվածքային իրավունքները։ Ունեցվածքային իրավունքները շատ կոնկրետ են։ Չի կարող Ալիևը ասի, որ այսքան եթե մարդահավարով այսքան մարդ է եղել, այդտեղ ադրբեջանցի ապրել Հայաստանում, իսկ իրականում 170,000 ադրբեջանցիների մասն է խոսքը, որը 79 թվականի մարդահամարով էր, իսկ 88 թե 89 թվի մարդահամարով արդեն 70 թե 80,000-ի մասն էր արդեն խոսքը։ Բայց լավ, վերցնում ենք, որ այդ ընթացքում գնացել են, այսինքն 180, լավ, այդ միջև 88-ն էլ, այսինքն մի քիչ բազմացել են մոտավորապես 200,000 մարդու մասին է խոսքը ադրբեջանցի։ Հայերի դեպքում դա կես միլիոն հայերի մասն է խոսքը։ Հիմա լավ, այդ մարդիկ գնացել են, նույնիսկ եթե բազմացել են, դարձել են 300,000 օրինակ։ Յուրաքանչյուրի դեպքում առանձին պետք է ուսումնասիրվի, ինքը ունեցվածքային իրավունքներ ունի Հայաստանում, թե չունի։ Ինքը տուն կորցրել է, թե վաճառել է, թե փոխանակել է, թե պետությունը իրեն փոխհատուցում է տվել, եթե ինքը կորցրել է։ Կներեք էլի, եթե քաղաքացին, օրինակ գյուղացին տվյալ դեպքում, ոչ թե քաղաքական կարգավիճակն ենք վերցնում քաղաքացիական, այլ զուտ բնակության վայրը, գյուղերի բնակությունը, հայկական գյուղերում, Հայաստանի ադրբեջանական գյուղերում բնակվող ադրբեջանցիները, գրեթե բոլորը փոխանակել են իրենց տները այլ գյուղերի հետ Ադրբեջանում ապրող հայերի։ Գյուղը գյուղի հետ փոխանակվել է։ Չեմ խոսում նրանց մասին, ովքեր գնացել են Բաքվում տուն են վերցել հայերից, հա, կամ նույնիսկ փոխանակվել են։ Շատ հայեր կային, որոնք դեստեղ քաղաքաբնակ ադրբեջանցի գրեթե չկար։ Երևանում 5000 ադրբեջանցի են ընդամենը ապրել։ Մյուս քաղաքներում ավելի քիչ։ Հիմնականում գյուղաբնակ ժողովուրդ է եղել ադրբեջանցիները։ Իսկ հայերը հակառակը մեծ մասը քաղաքաբնակ են եղել։ Դրա համար էլ գյուղը գյուղի վրա փոխելու ամբողջությամբ այդ ծավալը չկար, որովհետև Ադրբեջանի գյուղաբնակ հայությունը հիմնականում Արցախում է ապրել, իսկ իրենք իրենց տեղում մնացել են մինչև 20 թիվը, հետո էլ 23 թիվը։ Ու շատերը ստիպված ճարահաճալ Բաքվի իրենց տները հայերը փոխանակում էին մի հատ խուլ գյուղում ինչ որ մի հատ հյուղակի հետ կամ, չգիտեմ, ցեխապատ, ցեխաշեն ինչ որ տների հետ։ Այնքան որ մի տեղ ունենան, գանցտեղ միջև տեսնեն ինչ կարող են անեն։ Բայց էլի փոխանակում է եղել ամեն դեպքում։ Եվ 89 թվական, երբ որ մարդահամարը եղավ, պարզվեց, որ 70 թե 80,000 ադրբեջանցի է այստեղ մնացել, իսկ ուրեմն Ադրբեջանում 350,000-ի հայ կա դեռ, որից 150-ը Արցախում են բնակվում։ Դա արդեն նշանակում էր, որ մոտապես նույն թվով այնտեղ հայեր պակասել են, մոտապես նույն թվով այստեղ ադրբեջանցի են պակասել, այսինքն հիմնականում փոխանակել են իրենք տները։ Այդ առաջի ալիքը հիմնականում փոխանակումներ է եղել։ Անհամարժեք հայերը ավելի կորցրել են, Բաքվի կենտրոնում, Սումգայիթի կենտրոնում տները կորցրել են, փոխելով գյուղի տները, բայց ինչ որ է, գոնե տունը տան վրա փոխել են։ Հիմա ոչ այդպիսի հայ իրավունք ունի ունեցվածքային պահանջ ներկայացնել ուրեմն Ադրբեջանին, ոչ այդպիսի ադրբեջանցին Հայաստանին։ Հատկապես այդպիսի ադրբեջանցին Հայաստանին չի կարող, որտեղ ինքը շահել է, բարելավել է իր ունեցվածքային պայմանները։ Դեռ այնտեղի հայը ու իրավունք ունի, որտեղ ինքը կարող ասի ես ստիպված եմ դա արել։ Ճիշտ է, ադրբեջանցիներն է կարող ասի ես ստիպված եմ արել, բայց դա սովետական միությանը ինքը պետք է ներկայացնի այդ պահանջները, դա էլ ուրիշ խնդիր է։ Համենայն դեպս, որպես իրավահաջորդ սովետական Հայաստանը սովետական Ադրբեջան, չնայած Ադրբեջան չի ճանաչում իրեն իրավահաջորդ։ Այդ էլ կա, չէ՞։ Չի ճանաչում, բայց կապ չունի։ Ունեցվածքային իրավունքները դրանով չեն վերանում մարդկանց։ Եվ մնաց այն մարդիկ, ովքեր որ այդ փոխանակումները կամ տեղահանությունները արդեն եղել են 89-ից հետո, որոնք որ հայերը ավելի շատ են բնականաբար, հա, այդ 70,000-ն է գնացին ադրբեջանցիների, էլի կամ փոխանակեցին, կամ վաճառեցին տեղի հայերին, կամ վաճառեցին պետությանը, Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն փաստացի, այսինքն փոխհատուցում ստացան իրենց կորցրած տների դիմաց։ Ոչ մի հայ Ադրբեջանից փախած չի ստացել որևէ փոխհատուցում Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից 1։
Բացարձակ մեծամասնությունը հայերի, քանի որ անհամարժեք էր այդ փոխանակումները, ըստ էության մազապուրծ են գնացել, նույնիսկ չեն էլ հասցրել փոխանակել։ Ավելին ասեմ, նույնիսկ այն ադրբեջանցիներ, ովքեր որ ըստ էության, եթե կորցրել են տուն, չեն հասցրել փոխանակել կամ չեն հասցրել վաճառել, ուղղակի դուրս են եկել, գնացել են եւ կորցրել են այդ տունը, ստանալով փոխհատուցում Հայաստանի կառավարությունից, մեկը գնացել են Բաքվում նստել են որպես փախստական, որովհետեւ մի հայի տանը։ Պատահական չի, հիմա մեծ համայնք կա, երազներ են ասում։ Հայաստանի ադրբեջանցիները այնտեղ կլան են ստեղծել, երկու կլան են այնտեղ իշխում հիմա։ Հայաստանցի ադրբեջանցիները, որոնց երազ են ասում, եւ Նախիջևանի ադրբեջանցիները։ Հիմնական Նախիջևանի, որտեղ Ալիևի կլանն է այնտեղից։ Փաշաևանները այդ իմաստով երկրորդական, այսպես բանուն, հա։ Էլի ազդեցիկ են, բայց Ալիևի կլանին չեն հասնում, ու Ալիևի կլանն էլ երազների այդ կլանի հետ շատ տենց լավ ըստ էության իշխում են, հա, դոմինանտ են։ Եվ նման պայմաններում չեն կարող նման բան պահանջել Հայաստանից։ Ոչ կարող են պահանջել ունեցվածքային իրավունքների վերականգնում, ասենք օրինակ ֆինանսապես, փոխհատուցում, ստացել գնացել են, կամ վաճառել են, կամ փոխանակել են։ Ոչ էլ առավելևս վերադառնան ուր։ Օրինակ ես գետի ափին գյուղերից մեկում ադրբեջանական գյուղ է եղել, Գետաշենի մեծ, Գետաշենը մեծ գյուղ է եղել, ստիպված է Գետաշենի բնակչությունը այստեղ մի քանի փոքր գյուղերի հետ փոխանակել իրենց տները։ Փոխանակել են։ Ու տեղափոխվել են այստեղ, Գետաշենցիներ են ապրում այդ գյուղում, հա, Կարմիրի շրջանի, Ճամբարակի ենթաշրջանի, ուրեմն գյուղերից մեկն էր։ Հիմա այդ ադրբեջանցիները կարող են գան այնտեղ էլի ապրեն։ Ոնց կարող են գան, եթե իրենք ապրում են հիմա Գետաշենի տարածքում, Գետաշենի տներում հայկական։ Այստեղ էլ ապրում են իրենց փոխարեն փոխանակած հայերը Գետաշենից փախած։ Հիմա ինչ հիմքով է Ալիևը ասում, որ այդ մարդիկ պետք է վերադառնան այնտեղ ապրեն։ Ուրեմն Գետաշենցիներն պետք է վերադառնան Գետաշեն։ Համաձայն են դրան։ Իհարկե համաձայն չեն։ Որովհետեւ երբ այդ խոսակցությունը առայժմ փակվի, մինչև այդ ձեր ասած հայ-ադրբեջանական երկու ժողովուրդների կարծես թե այս ճշտամանքի վերացումը կամ համարյա վերացումը գուցե։ Ես հասկանում եմ կառավարության մտահոգությունը, որ նույնիսկ եթե 1000 հոգի իրավունք ունեն ադրբեջանցի վերադառնալ, այդ 1000 հոգին կարող են տրոյական ձի դառնալ, հետո Ադրբեջանը, որ առիթ գտնի իրենց իբր խախտվող իրավունքների համար ինչ որ ռազմական ագրեսիա։ Բայց Արցախահայությանը մի քիչ ուրիշ է, չէ՞։ Ես այդքան չեմ մտահոգ նման հեռանկարի մասով, որովհետև այդպես չի որոշվում Ադրբեջանը կհարձակվի, թե չէ։ Ադրբեջանին առիթ պետք չի լինելու հարձակվելու, եթե ինքը աշխարհաքաղաքական այդ հարմար ուրեմն պայմաններ լինեն։ Դա էլ կա։ Այդ առիթ իրեն պետք չի լինի, ինքը առիթ կգտնի սահմանին, ուրիշ 1000 մի առիթ կգտնի։ Ներսի տրոյական ձի դնելը երկեր սխալ կլինի։ Չէ, ես էլի եմ ասում։ Մենք անհամարժեք բան ենք զիջում դրա դիմաց, երբ որ հրաժարվում ենք այդ հարցը քննարկել։ Մենք օրինակ քաղաքասրակությունը ես անձամբ, երբ որ Բրյուսելում այդ քննարկումը լինում է, ես միշտ ադրբեջանցիների հետ, դե իրենք էլ բարձր, նաև գոնգոներ են, չէ, նաև իշխանությունների շահերն են սպասարկում շատերը, ոչ բոլորն են այնտեղ իրոք, ուրեմն իրական բան, քաղաքասրակություն։ Նրանք էլ ասում են, դե եթե ուզում եք Արցախի վերադարձ, Արցախահայության, ուրեմն պետք է թողեք մեր 300,000-ը վերադառնա։ Ես չեմ ասում միանգամից ոնց որ Հայաստանի իշխանություններն են ասում, լավ, եկեք այդ թեման փակենք։ Որ ձեզ ոչ մեզ կոպիտ ասած։ Չէ, այդպես չի լինում։ Այդպես չի լինում։ Մարդկանց իրավունքները ոչ մեկ իրավունք չունի ինչ որտեղ նստած որոշի ինչ որ մեկի փոխարեն, որ լավ, ես քո իրավունքները զոհաբերեմ, որ ուրիշի իրավունքներն էլ չպաշտպանեմ։ Մանավանդ երբ որ անհամարժեք են այդ իրավունքների խախտումները։ Ես ասում եմ, այո, եկեք քննարկենք։ Բայց ոչ թե եկեք քննարկենք Ալիևի հայտարարությունները, օդի մեջ ինչ որ թվեր կրակած, այլ ստեղծենք հանձնաժողով, ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի ներգրավմամբ, ոնց որ նախատեսված էր իդեպ նոյեմբերի 9-ի համաձայնագրով, որ պետքա գնար գրասենյակ բացեր Ստեփանակերտում եւ փախստականների վերադարձերի հարցով զբաղվեր, այդ թվում Հադրութի փախստականների օրինակ, որ 20 թվականին բռնագաղթեցրեցին։ Մենք չգիտես ինչի մենք մենակ 23 թիվն ենք հիշում, բայց 20 թվին էլ հազարավոր հայերի բռնագաղթեցրեցին այն տարածքներից, որը գրավեցին ադրբեջանցիները։ Այո։
եւ այդ ՄԱԿ-ի գործիքակազմով հատ առ հատ բոլորի գործերը ուսումնասիրվի։ Այնպես չի որ շատ են։ Հիմա էլ գիտեք AI կա, արհեստական բանականություն կա, այդ լրիվ մուտք անելը տվյալները բարդ չի արխիվներից, բոլորի հասկանալը, որտեղ ինչա փոխանակվել, որտեղ ինչա վաճառվել, որտեղ էլ པարզ չի པարզել, այո, դա կարող է տարիների աշխատանք լինի, բայց վերջը, այո, թող նրանք ովքեր այդ 1000 ադրբեջանցին, որ իրոք կորցրել են իրենց տները, թող գան ապրեն ամեն մեկը, ասենք հիմա մի գյուղում կարող է գնա ապրի։ Թող գան ապրեն, բայց մեր 2-300 հազար հայերին, այդ թվում 150 հազար արցախահայերին, ուրեմն բարի եղեք, վերադարձնեք, վերականգնեք եւ միջազգային իրավունքին համապատասխան այդ տները եւ տարածքները վերադարձնեք։ Առնվազն տնօրինման եւ տիրապետման։ Էլ չեմ ասում, որ մեր դեպքում դա հնարավոր է, իսկ դա պետք է փոխադարձ լինի, չէ՞։ Չի կարող լինի, որ իրանք կան եւ չգնանք։ Այո, մենք չգնանք, բայց մենք երբ կարող է գնանք, մենակ մի դեպքում, երբ որ Ադրբեջանը դառնա ժողովրդավարական երկիր, կամ եթե այնտեղ միջազգային ուժերը ապահովեն անվտանգությունը հայության։ Որտեղ այստեղ մենք կարող ենք ապահովել ադրբեջանցիների անվտանգությունը, այստեղ չկա ադրբեջանաֆոբիա։ Եվ այդ գյուղացիները, ովքեր շատերը նույնիսկ հիշում են այդ հարևաններին, որ գնացել են եւ այլն, շատ լավ էլ կարող են ընդունեն։ Ինչ որ մի հատ փախած ադրբեջանցի ընտանիքով կարող է գա, վերադառնա, նորմալ են ընդունեն, նորմալ էլ ապրեն, իրանք էլ հələ մի բան էլ ուրախ լինեն, եթե գան իհարկե, որ ժողովրդավարական երկիր են եկել, նորմալ կարող են շնչել, ապրել ազատ բիզնեսով զբաղվել, ոչ մեկ չի գա իրենց ինչ-որ բան խլի, կամ ոչ մեկ չի գա իրեն ինչ-որ բան բողոք արտահայտելու համար բանտ նետի եւ այլն։ Հա, չգիտենք, մենք երևակայում ենք, որ այնտեղի ամբողջ բնակչությունը լրիվ այսպես զոմբիացած է, բայց նույնիսկ զոմբիացած, եթե կան մարդիկ, նրանց էլ նույնիսկ կարելի է կամաց հետ բերել։ Մտածողությունը այնպեսի բան է, որ բացատրելով քարոզչության միջոցով, տեղեկատվության միջոցով, եթե այստեղի տեղեկատվական միջավայրում են ապրելու, կամաց մեր տեղեկատվական միջավայրին, պատկերացումներին, խոսույթներին կսովորեն։ Այդ ոնց է, որ այլ երկրներում դա ստացվում է, մեր մոտ չի ստացվի, չէ՞ կստացվի։ Էլի եմ ասում, մանավանդ մեծ քանակի մասին չի խոսքը։ Այդ 300,000-ը Ալիևն է կրակում օդի մեջ, բայց երբ որ գա ռեալ կոնկրետ քայլերի բանը, հոնես չի եւ այդ 300,000-ն ինձ սպասում են հենց Ալիև ասես դավայ գնացեք, սենց ղռալով գան լցվեն Հայաստան։ Նույնիսկ այդ 1000 հոգին, որ իրոք կորցրել են իրենց տները, փաշ չի որ կուզենան վերադառնան։ Այսօր Արցախում 5 տարի անցել է արդեն։ Նույնիսկ այդ զավթած տարածքներում իրանց Արցախի բուն նկատի ունեմ լղիմի այդ տարածքը, հա, ոչ թե կողքի ազատագրված տարածքները։ Ինչ որ իրենք վերսել են, այդտեղ չեն կարողանում նորմալ բնակեցնել։ Հա, ասենք ականների խնդիր կա եւ այլն ինչ կա, բայց ամեն դեպքում իրենք հիմա խնդիր ունեն համոզելու այդ մարդկանց, որ վերադառնան։ Դա այն մարդիկ են, որ այ օրը իրոք իրեն կորցել են իրենց տները եւ փոխհատուցում չեն ստացել, ումից ստանային։ Հայաստանի կառավարությունը չէր կարող այդ փոխհատուցումը տա, որովհետեւ իր ճանաչված տարածքը չէր։ Արցախի կառավարություններն էլ ասում են, եկեք բանակցեք այդ հարցով, Ադրբեջանը ասում են, մենք քեզ չենք ճանաչում որևէ հարցի շուրջ բանակցենք, դե ասում են, չէ, ճանաչում, ուրեմն այդ հարցը կմնա օդում կախված։ Ադրբեջանն էլ հատուկ տարել էր այդ խեղճերին, վրաններում պահում էր իրենց ադրբեջանցի տեղահանված անձանց, նրանք փախստական չեն, իրենք ներքին տեղահանված անձ են համարվում, որտեղ եթե երկրի ներսում է այդ տեղափոխությունը փախստական չի կարող ինքը համարվել։ Տանում են պալատկաների այդ վրանային քաղաքներ են ստեղծել հատուկ ու միջև համարյա 10 թիվը պահում են այդ մարդկանց։ Այդ նավթի մեջ լողացող հարստության ոսկու մեջ լողացող երկիրը պահում էր անհավանական վատ պայմաններում այդ մարդկանց, մենակ ինչի համար, որ միջազգային կազմակերպություններին բերել, ասել, այ տեսեք, մենք ինչքան փախստականներ ունենք, ինչա դուք Արցախի հարցը չեք լուծում, որ այս մարդիկ վերադառնան։ Հայաստանը այդպիսի բան իրան թույլ կտար իր հայրենակիցների հանդեպ։ Արցախահայությունը հենց նույն օրը, ինչ որ բռնի տեղահանության ենթարկվեց, նույն օրը իրենց տանում են ինչ որ տներով, ինչ որ գյուղերով, որ հանգարց գոնե մի օր անտուն չմնան, փողոցում չմնան։ Տները, ոչ թե վրանները։ Վրանային մենք որևէ բան չենք ունեցել։ Այդ զուտ ուղղակի տարբերություն է, էլի, քաղաքակիրթ ժողովրդի եւ առնվազն ռեժիմի, եթե վերցնենք Ալիևի, բարբարոս ռեժիմի համեմատ։ Ժողովրդավարական երկրի եւ բարբարոս պետության, հա, եթե պետություններն ենք համարում, որտեղ չեմ ուզում
էլի ամբողջ ադրբեջանական ժողովրդին ինչ որ տես պիտակավորեմ կամ որակում տամ, էլի եմ ասում, ժողովուրդը ժողովուրդ է։ Երբեք ժողովրդին որևէ բան մեղադրելը ճիշտ չի, ասենք կարող ենք միայն խղճալ, որ ինքը այդքան չի դիմադրել, չի պայքարել, ինչքան մենք ու չի կարողացել այդ ռեժիմը գցի ու շատ դեպքերում նույնիսկ տրվել է այդ քարոզությանը եւ հիմա արդեն մտածողությամբ էլ շատերը այսպես դժվար է իրանց բերել ինչ որ հեղափոխական վիճակների, որ իրանք փոխեն նորմալ ժողովրդավարական ռեժիմ հաստատել, մանավանդ իրենց ավանդույթներում նաեւ կրոնի պատճառով բերամբ ավանդույթների պատմության քաղաքակրթվածության մակարդակների տարբերություն կամ մշակույթի եւ այլն այդ ամեն ինչը բերել է նրան, որ այդ վիճակում են իրանք, այլ եմ ասում, մենակ կարելի է խղճալ, հա, հիմա օրինակ ռուսներին չի ասի, որ կարելի է խղճալ, ռուսների հետ մեծ տարբերություն կա, որովհետեւ ռուսները իրանց բացարձակ մեծամասնության մեջ փաստացի Պուտինին աջակցում են եւ այդ հրեշավոր պատերազմը եւ ռազմական հանցագործությունները այդ ամեն ինչը աջակցում են ունենալով հրաշալի մշակույթ, ունենալով Տոլստոյ, ունենալով Չեխով, հա, ունենալով Բրյուսով, այդպիսի գրողներ ունենալով, այդպիսի մշակույթ ունենալով Չայկովսկու պես ուրեմն կոմպոզիտոր ունենալով իրենք ուրեմն պատասխանատու են, ուրեմն այդ գիտակցության մակարդակ իրենք ունեցել են, որ հասկանան, որ չի կարելի այդպիսի ռեժիմ թույլ տալ իշխի իրանց։ Ադրբեջանի դեպքում ինչ Չայկովսկի, ինչ Բրյուսով, ասենք բան քոչվոր ցեղախմբեր են եղել մինչև սովետական կարգերի հաստատումը ընդհանրապես մեծ մասը կոնկրետ ինչ որ բնակավայր չի ունեցել քոչել են հիմնականում այդ մարդիկ այդ մարդկանց զարգացածության մակարդակն էլ այդ այլի լավը վատի հարց չի այդ մարդկանց մեջ էլ շատ բարի մարդիկ կարող են լինեն ազնիվ հարաբերություններում շատ պարկեշտ հա դրա համար այս շփումները նաև իրենք իդեպ այդ իրենց մոտ զարգացումը թրիշկաձև շատ ավելի մեծ է եղել, քան հայերի մոտ։ Հա, իրենք միջնադարից սովետական շրջանում դարձան բավականին քաղաքակրթված, շատ թեքիչ քաղաքակրթված, ինչքան էլ եմ ասում, այդ մշակութային հենքը չունենալով իրենք այնքան չպայքարեցին ժողովրդավարական ազատ երկիր ունենալու համար, ինչքան որ մենք։ Մենք ազատասեր ժողովուրդ ենք ավելի մշակույթ ունեցող, խորը մշակույթ ունեցող հարուստ քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ ենք, դրա համար էլ չենք կարող մեզ թույլ տալ, դրա համար էլ սա զեռ ենք առնում, որ Քոչարյանը պետք է լինի մեր ղեկավարը կամ Սերժը, ասենք ազգովի ենք, գիտենք իրենք ով են եւ չենք ընդունում։ Հա, կարող է բոլորը չէին պայքարում, բայց բոլորը չէին ընդունում։ Ինչքան էլ որ շատերին ցավոք սրտի կաշառելով եւ բանանելով, նաեւ կեղծելով ընտրությունները կարողացան իրենք այդ 4 ժամկետ 20 տարի պահել իրենց գերիշխանության ներքո, բայց հասցրելով երկիրը այս վիճակի։ Եվ ձեր թույլտվությամբ, քանի որ հիմնական այսպես ասած մեր այսօրվա զրույցի ժամանակի իմաստով այս հարցը, այսպես ասած, ընդգրկեց կարևոր հարցեր այս փախստականների հարցի քննարկումը, կարծում եմ սա իրականում, ասենք, պիտի դառնա շատ լրջագույն քննարկման, այո, ես համաձայն եմ, ՄԱԿ-ի հովանու ներքո կարող է դառնա քննարկման, որտեղ կարծում եմ, որ հայկական կողմը շատ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կիսում եմ ձեր տեսակետը, պատճառներով շահող եւ ամենայն դեպս դուժող դուրս չի գալու, որովհետև լիքը հանգամանքներ կան եւ իրական հանգամանքներ կան, որ մեր օգտին են օբյեկտիվորեն։ Ոչ թե նրա համար, որ մենք պարզապես հայ ենք, նրանք ադրբեջանացի են, այլ ուղղակի իրականում հանգամանքներ կան։ Եվ թույլ տվեք նաեւ ձեր տեսակետը ճշգրտել ներքաղաքական այսօրվա իրավիճակի եւ ձեր ակնկալիքների մասին, դրանով էլ եթե կարելի այսօրվա մեր զրույցը եզրափակենք։ Ինչ սպասելիքներ ունեք քաղաքական, ինչ տեսլականներ ունեք, մանավանդ այսօրվա ներքաղաքական զարգացումները դիտարկելով։ Տեսնում ենք, որ բավականին դրական առողջացման գործընթաց է գնում եկեղեցիում։ Հա, նաև եկեղեցին էլ այդ ներառեք ճիշտ է։ Որովհետև շատ կարևոր է, հա, Ռուսաստանը տարբեր երկրներում կրոնական հանգամանքը եւ այնտեղ եկեղեցիները ու իրենց ազդեցությունը, որ ունեցել են եկեղեցիների վրա, այդ թվում գործակալական ցանցերի միջոցով, որ սովետական միությունից դեռ ժառանգել են կագեբեշնիկների այդ ցանցը, իրենք օգտագործել են հիբրիդային պատերազմի համար այդ ժողովուրդների այդ ինքնիշխանության դեմ, այդ թվում Ուկրաինայում, Մոլդովայում, Բելարուսում, որ իրենց հաջողվել է վերահսկողության տակ վերցնել, նաև դա օգնել է Վրաստանում, այլ նույն ուղղափառ եկեղեցին է։ Հա, ասում եմ, որ Վրաստանում այսօր եթե ինչ-որ վիճակ է փոխվել, հա, ի տարբերություն Սահակաշվիլու ժամանակ, դարձյալ այդ, որի մասին դուք խոսում եք, այդ հիբրիդային պատերազմն է,
Այո, միանշանակ Ուկրաինան ազատվեց մեծ հաշվով այդ ռուսական մոսկովյան պատրիարխատ կա այդտեղ կոչվում, որտեղ ուկրաինացիներն են ուղղափառ, բայց իրենք ասում են մենք Մոսկվային չպետք է ենթարկվենք, բայց ավանդաբար բոլոր ուղղափառ եկեղեցիները Մոսկվային են ենթարկվել, հա, բացի վրացականից։ Մոլդովայինն էլ, Լատվիայինը նույնիսկ նախորդ պատրիարխը լատիշ էր, բանով, ծագումնաբանությամբ։ Լատիշ էր, թե էստոնացի կարող է խառնեմ, հա, մի խոսքով է, բոլորը ուղղափառ են այնտեղ։ Բելորուսի մի փոքր հատվածն է կաթոլիկ արևմուտքում եւ ուրեմն Ուկրաինայի մի հատվածը Լվովի շրջակայքում։ Բայց այդ կրոնական հանգամանքը օգտագործելով իրենք միշտ փորձել են իրենց կողմ տանել այդ պետությունները, ոչնչացնելով դրանց ինքնիշխանությունը։ Այսպիսով կրոնը դարձել են քաղաքական գործիք։ Նույնը Հայաստանում են փորձում անել, պատահական չէ, եզրասին նույնիսկ պարգևատրում են, միջև այդ այս բանին կտրիչին են պարգևատրում, որ այն ժամանակ Գարեգին էր կոչվում։ Ու պարգևատրելուց էլ ասում է հայ ուղղափառ առաքելական եկեղեցուներ կա, այսինքն դա լեզվի սայթակում հոչի, իրեն տեքստ տալիս են մասնագետները Պուտինին, ինչ պետք է ինքը ասի։ Բայց նաև դա դարձնում է պարոն Խորշոդյան, այսպես ասենք, դեռ ինչ-որ անմեղության կանխաբարկածը պայելով ուղղակի գործակալական ցանցի անդամներ։ Արդյոք դա ճիշտ է, եթե դու այդ փաստերը չունես քրեա իրավական դաշտում հրապարակելու, եթե ասենք Էզրասը կամ որևէ մեկը Էզրաս Սրբազանը կամ որևէ մեկը գործակալական ցանցի անդամը, դու պարզապես ուղղակի տարբեր լրատվամիջոցներով Facebook-ով սպրես, որ Էզրասը ռուսական գործակալական ցանցի մայորը կամ չգիտեմ ինչ որ այլ պաշտոն ունի։ Նու նկատ հղում եք անում վարչապետի ասացին, որ KGB-ի գործակալ է ասել։ Գիտեք, կան սովետական միության արխիվներ, որոնք հրապարակվել են։ Եվ առնվազն այդ արխիվների, եթե ոչ աննազգաններով, իսկ մասամբ նաև աննազգաններով են հրապարակվել այն KGB-ի բարձրաստիճան սպաների կողմից, ովքեր որ արտագաղթել են արևմուտքում նստած են։ Գրքեր են գրել իրենք, նաև իրենց հիշողություններով, ով է KGB-շնիկ, ով KGB-շնիկ չի։ Բայց ես խոսում եմ այն արխիվների մասին, որոնք հրապարակվեցին վիճակագրության տեսակետից։ Վիճակագրության։ Եվ ես հղում եմ արել այդ արխիվներին, երբ որ ես առաջին նոր էր սկսում ես քննարկումները, ես ասացի, որ կներեք, դեռ սովետական միություն չփլուզված չէր, եկեղեցիների համաշխարհային կազմակերպություն գործուղված, ուրեմն հոգևորականներից, սովետական միությունից գործուղված հոգևորականներից մեծամասնությունը KGB-ի գործակալներ են եղել։ Այդ թվում Հայաստանից են չէ գնացել այդ բաները, հոգևորականները պատվիրակ որպես, որտեվ մենակ կաթոլիկ եկեղեցին է բացակա այդ եկեղեցիների համաշխարհային խորհրդից, որտեվ ինքը այնտեղ, չգիտեմ, կարող դիտորդի կարգավիճակ ունի, բայց այնտեղ այնպես առանձին ավելի այսպես ինքնուրույն ինքնիշխան եկեղեցիներն են այնտեղ միավորված, համախմբված։ Եվ այնքան շատ KGB-շնիկ են ունեցել, ոչ միայն սովետական միությունից, սոցիալիստական երկրներից, Հարավային Ամերիկայից, սովետական միությունը այնքան գործակալ է ունեցել, որ կարողացել է իր մարդուն դարձնել համաշխարհային եկեղեցիների խորհրդի նախագահ, ղեկավար։ Պատկերացնում եք դուք։ Հիմա դուք ուզում եք ասեք, որ առանց լյուստրացիայի, առանց որևէ փոփոխության այդ կադրերում այդ մարդիկ չքվեցին, ինչ եղան։ Բոլորը իրենց տեղում են։ Բա մենք դրա համար ենք անդադ պահանջում Նիկոլ Փաշինյանից, որ լյուստրացիա անեն։ Այն չափով ինչ ունեն իրենք արխիվներ, որտեվ ասում են դե 93 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ռուսներ եկան, Դավիթ Շարնազարյանն է կարծեմ այն ժամանակ բան անվտանգության ժամանակ ՊԱԿ կոչվում պետական անվտանգության կոմիտե, իբր սա KGB արխիվները տարել են։ Ես որքան գիտեմ, բոլորը չեն տարել, մեկ, երկրորդը։ Մենակ արխիվները հո չեն, մարդկանց հիշողության մեջ գլուխներում այդ արխիվները մնացել են, շատերը դեռ ողջ են, հայ KGB-շնիկները, որոնք որ հիմա թոշակառու են եւ այլն, եւ այնպես չի որ բոլորը նվիրված են հոգով Ռուսաստանին։ Շատ սիրուն կարելի է հետաքննություն անցկացնել, իրենք գան, պատմեն։ Իրենք գիտեն, չէ, իրենք են շատերին հավաքագրել։ Գան պատմեն, ով ա եղել KGB-շնիկ, ով չի եղել KGB-շնիկ։ Գոնե ներքին կարգով այդ ցուցակները կազմվի,
Եվ լյուստրացիան ինչ է, այդ չի նշանակում է բոլորի սակն է պետք է հրապարակվի, որովհետև դա տասնյակ հազարավոր հոգին մարդկանց մասնախոսքը, որոնցի մեջ ես որքան գիտեմ, այնպիսի մարդիկ կան, որ մենք իմանանք կարողա շոկի ենթարկվենք, հա, այդ թվում մտավորականությունից եւ այլն եւ այլն։ Դրա համար գուցե նաեւ շատերը խուսափում են, ասում են դե հիմա մարդիկ են, բայց նաեւ երբ որ չի բացահայտվում, դրանով արատավորվում են այն մտավորականությունը, որ միջև վերջ կարողացել են պահել իրենց անաղարտությունը, իրենց ազնվությունը, չեն ենթարկվել, չեն համագործակցել սովետական այդ հրեշավոր ռեժիմի հետ։ Հասկանում եք, էդ էլ մի ուրիշ բան է, բայց մենք իրենց գուցե նաև իրենց շահերը բան անենք։ Բայց համենայն դեպս լյուստրացիայի մասին օրենքը, որը ի դեպ առաջի անգամ Հայաստանի Հանրապետության անկախ Հանրապետության պատմության ընթացքում Ժառանգություն կուսակցություն 11 թվականին առաջադրեց Շոպա Սաֆարյանի հեղինակած օրենքներ, մենք էլ մասնակցել ենք ձևավորմանը եւ այլն, առաջարկեց, որ ազգային ժողովում դա քննարկվի, նույնիսկ օրակարգ չմտցրեցին, բայց նույնիսկ քննարկումը այդ օրակարգ մտցնելու շուրջ ինքը իրանով լյուստրացիայի ենթարկեց շատերին, այդ թվում անդիմադիր այն ժամանակվա անդիմադիր դաշտում, որ իբր պայքարում իշխանություններն են, բայց ինչի եմ ասում, խոսում, այդ մեջը բովանդակությունը ինքը փափուկ լյուստրացիայի օրենք էր, բուլղարական տարբերակներ, որը ենթադրում է, որ չի հրապարակվում ոչ մեկի անուն, ընդհանրապես պայմանադրվում, որ եթե դու ուզում ես գնաս պետական պաշտոն ստանձնես, ընտրովի կլինի, թե նշանակովի կլինի, պետական պաշտոնյա լինելու դեպքում էլի չի արգելվում քեզ լինել պետական պաշտոնյա, եթե քո անունը կա այդ ցուցակներում կագեբեշնիկների նախկին սովետական։ Չի արգելվում, որտեղ ըստ էության օրենքի խախտում չեն արել այդ մարդիկ սովետական միության մեջ ապրելով համագործակցել սովետական կագեբեի հետ։ Դա արգելված չէր օրենքով, հակառակը խրախուսվում էր։ Բայց հասկանալով, որ դու խոցելի խմբի մեջ ես, որ քեզ նաև ամենայն հավանականությամբ ФՍԲ-ն այսօրվա հիմնական իրավահաջորդը ԿԳԲ-ի կարող է օգտագործել, նաև կարող է կոմպրոմատներ ունեցած լինեն քո վրա, երբ որ դու ԿԳԲ-ի գործակալ ես եւ այդպես հավաքագրած լինեն քեզ եւ այլն, որովհետեւ սովետի ժամանակ ինչքան էլ դա օրենքի խախտում չէր, բայց այնպես չի որ հաճույքով մարդիկ համագործակցում են ԿԳԲ-ի հետ, այն էլ Հայաստանում, որ կար անկախական տրամադրությունները ամեն դեպքում եւ այլն եւ այլն։ Եվ ընդհանրապես օրենքը լյուստրացիայի մասին օրենքը ասում էր, որ այդ ժամանակ կհրապարակվի, որ դու եղել ես ԿԳԲշնիկ։ Այդ ժամանակ միայն։ Այսինքն, եթե դու պատրաստ ես, որ քո եղելությունը, քո անցյալի մասին եղելությունը հրապարակվի, ու պատրաստ ես դրան ու նույնիսկ այդ գնով պատրաստ ես առաջադրվել որը պետական պաշտոնյա, խնդիր չունես։ Եթե գտնում ես, որ ժողովուրդը մեկա քեզ կընտրի, եթե բան ունես ասելու, կարող է ներողություն խնդրել ժողովուրդը ընդունի, որ դու ԿԳԲ-ի հետ համագործակցել ես, խնդիր չկա, գնա առաջադրվի, դա է լյուստրացիան, փափուկ լյուստրացիան։ Այ եթերի չեզոքությունը պահպանելով ձեզ լսելուց հետո կարող եմ ասել միգուցե այդ 2011 թվականին չեն արել դաշնակից Ռուսաստանին համարելով դաշնակից պետություն, ռազմավարական դաշնակից պետություն նրան այսպես չվիրավորելու համար եւ նաեւ միգուցե այդ դուք ասեցիք Փաշինյանին առաջարկել ենք, ինքն էլ չի անում ըստ էության, միգուցե գալիս ենք այն տեսակետին, որ գուցե այդ տեսակետն էլ աշխատող տեսակետ է, որ իրականում Փաշինյանը չի հեռացել Ռուսաստանի հետ այս հարաբերությունների այն դաշտից եւ այդ հարաբերությունների այն դաշտը, ես չեմ ասում Ռուսաստանի ազդեցության տակ, Ռուսաստանի մարդը ժողովրդական խոսքով ասած, բայց ամեն դեպքում նա չի անում այդ քայլը, այսպես ասած, այդ խզումը չառաջացնելու համար միգուցե դա է ճիշտը իրենց դեպքում, Փաշինյանի դեպքում։ Տեսեք, եթե ես չիմանայի ինչքան բարդ բան է դա, եւ չունենայի որպես օրինակ Սաակաշվիլի դեպքը, որի ոչ մեկ չի կարող կասկածել, որ ինքը Ռուսաստանի մարդ էր կամ Ռուսաստանի հետ չէր ուզում խզեր հարաբերել, հենց ինքը ամեն ինչ անում էր, որ տաներ դեպի արևմուտք Վրաստան, բայց նույնիսկ ինքը չհամարձակվեց լյուստրացիայի մասին օրենքը բերել։ Իրենց մոտ սահմանափակ շատ լյուստրացիա արեցին մինչև 38-39 թվերի ստուկաչներին այն ժամանակ, որ հարևանների վրա անանիմ կա են գրում, որ գալի բռնում էին, տանում են ստալինյան բաներ։ Այդ մինչև այդ ժամանակ արեցին։ Ուրեմն ինչ, ուրեմն կարող է այնպիսի բաներ կա, որ մենք էլ լավ չենք պատկերացնում, որ իշխանությունը չի գնում դրան։ Չնայած ես նույնիսկ դա հասկանալով կռահելով ինչ խութեր կան, ինչ վտանգներ կան, մեկ է կողմնակից եմ, որ այդ օրենքը ընդունվի, բայց ես չեմ իշխանությունը որ որոշեմ, բայց չեմ էլ մեղադրում իշխանությանը, որ եթե իրենք դա չեն անում, ուրեմն նշանակում ռուսների մարդիկ են կամ ռուսները չեն ուզում հարաբերությունները բան անեն, ասենք
ոչ թե խզեն, պարզապես չի ոչ մեկ այդ հարաբերությունները խզել, այլ ասենք թե չեն ուզում կախվածություն նվազեցնեն Հայաստանի, չէ, ուզում են, բայց այդ ընկինը չի որ պատրաստ են վճարեն դրա համար, որովհետև կարող է ավելի մեծ իրենց կարծիքով ավելի մեծ վտանգներ արժև կանգնացնի երկիրը։ Ես մի բան ասեմ, այդ անվտանգային հարցերը այնքան լուրջ են Ռուսաստանի համար, բայց հենց դրանով էլ վտանգավոր է, որ իրանք շատ լուրջ են դրան վերաբերում։ Տեսեք, մի հատ, եթե չեմ սխալվում ազգանունը, էլի եմ խոսել դրա մասին, Վրաստանում կար Սաակաշվիլի օրոք, հենց Սաակաշվիլին դարձավ բան, նախագահ կարծեմ, նախագահական էր, հենց հետո դարձավ բան, պարլամենտական, ինքը բան արեց, փոխեց, ուզում էր փոխել անվտանգության ծառայության ղեկավարին։ Գոնգանձե, եթե չեմ սխալվում, կարող է սխալվում, բայց մոտապես այդ կարգի ազգանուն էր, որը ռուսների մարդն էր։ Եթե չեմ սխալվում, Գեորգաձե։ Կարող է։ Գեորգաձե։ Շևարդնաձեի օրոք, տենց ինքը ռուսների կադրն էր, Սաակաշվիլին ես հիշեցի, ձեր ասելուց հիշեցի։ Երբ որ Սաակաշվիլին ընտրվեց, Պուտինը շատ նորմալ էր իր հետ հարաբերությունները, գիտեք։ Ոչ մի տենց առանձնապես լարվածություն չկար, մանավանդ Պուտինն էլ Շևարդնաձեի հետ բավականին լարված հարաբերություններ է ունեցել։ Ոնց որ իդեպ նա նման է շատ Սերժ Սարգսյանի հետ Պուտինի լարված հարաբերությունների ֆոնին Փաշինյանին նորմալ ընդունեց, երբ որ Փաշինյանը եկավ իշխանության եւ այտենց արտաքին օրակարգի փոփոխության հարց չդրեց։ Սաակաշվիլին դրեց, բայց նույնիսկ Սաակաշվիլի արտաքին օրակարգի հարց դնելու փոփոխելու բանը Պուտինին չստիպեց շատ ինչ որ սրի հարաբերությունները։ Բայց միայն երբ որ Սաակաշվիլին կպավ այդ համակարգի ղեկավարին, որի միջոցով Ռուսաստանը կառավարում է ծայրագավառները, որտեղ քանի դեռ այդ մարտիկ են վերահսկելի եւ Ռուսաստանի կողմից վերահսկվող անվտանգային համակարգի տիրապետողները երկրներում post-սովետական չեն կարող այդ երկրները համարվել անկախ եւ ինքնիշխան երկրներ։ Դրանք իրոք կարելի է համարել ծայրագավառ։ Քանի դեռ իր մարտներ ինքը հարաբերություն նոր հենց Սաակաշվիլին ամեն դեպքում չընդունեց այդ խնդրանքը, չանսած Պուտինի խնդրակից, փոխեց իր մարտուն դրեց, այդ ժամանակ սկսվեց շատ կտրուկ սրվել հարաբերությունները Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ։ Ուզում եմ ասեմ, բաներ կա, որ մենք կարող է լավ չպատկերացնենք դժվարությունները, բայց ելի եմ ասում, նույնիսկ եթե շատ մեծ են այդ դժվարությունները, բա եթե Ռուսաստանը այդքան մեծ նշանակություն է տալիս տենց հարցերում իր ագենտների պաշտպանությանը, իր ագենտներն են, իր ազդեցության տակ գտնվողներն են, ոնց ուզում եք անունը դրեք։ Պատահական չի, էլի եմ ասում, դա շքանշանները, որ տալիս են մեր Բարսաշչյան հոգևորականներին։ Պատահական չի, որ Պուտինը փրկեց հեղափոխությունից հետո Գարեգին կաթողիկոսին այն ժամանակ, երբ որ նոր հայրապետ, նոր Հայաստան նոր հայրապետ շարժումը արդեն ըստ էության հաղթանակել է եւ Գարեգինին ճամփելու են։ Պուտինը միջամտեց, խնդրեց Փաշինյանին, որ Աստավծիվ Պակոյ это վստահիկա։ Այսինքն ինչ որ բանալի մարտիկ կան, առանցքային դեմքեր կան, հանուն որի նույնիսկ Պուտինը, ասեք Խաչատուրովի համար չխնդրեց։ Երբ որ Խաչատուրովը բան էր, ՕԴԿԲ-ի քարտուղար էր։ Եվ երբ որ այստեղ գործ հարուցեցին կաշառակերության, Պուտինը չի խնդրել, որ ձեռմի տվեք իրան։ Այսինքն նույնիսկ նրան պատրաստ են, այդպիսի կարևոր պաշտոն է, հա, բայց իմանալով որ ուրիշ մեկի կդնեն, հա, ինչ ա եղել։ Ինձ պաշտոն չի, որ չեն կարող փոխարինել էլի իրենց մարդով։ Բայց եթե հոգևոր իշխանության ղեկավարը փոխվեր եւ իրոք ժողովրդի ուզած հոգևորականը դառնար եկեղեցու գլուխ, այդտեղ արդեն վերահսկողությունը կորցնելու էր Ռուսաստանը։ Դրա համար այդտեղ ինքը խնդրեց Փաշինյանին։ Եվ առավել եւս ուրեմն կարեւոր է որ հիմա պետք է փոխենք այս կտրիչին, ճանապարհենք եւ ես հույս ունեմ եւ ամեն ինչ պետք է անել, որ նոր տարին մենք նոր կաթողիկոսով դիմանենք կամ առնվազն փոխանորդով, որտեվ եթե հրաժարվում է կաթողիկոսը, բնականաբար փոխարինող կլինի միջև այդ եկեղեցական ժողովով նոր կաթողիկոս կընտրվի։ Դա լրիվ հակասահմանադրական է, որ այն տեսակետները, որ պետությունը իրավունք չունի ըստ սահմանադրության, գործող սահմանադրությամբ, միգուցե այդ դեպքում պիտի ժողովուրդը սահմանադրությունը փոխի, պետությունը պիտի սահմանադրական հանրակրվի։ Ինչ է անում պետությունը, որ հակասահմանադրական է։ Դե մի ասում են, որ չպիտի միջամտի ներ եկեղեցական խնդիրների ըստեյության։ Չի միջամտում, հավատացյալներն են միջամտում։ Նիկոլ Փաշինյանը հավատացյալ, Ալեն Սիմոնյանը հավատացյալ, եւ հիմա տեսնում եք նաեւ եպիսկոպոսները հավատացյալ չեն են կարգալույց արված քահանայի աղուբանը, որ օշնանքը ընդուները ճիշտ է ըստ ձեզ։ Չէ, մի րոպե, Արամ քահանայի ըստ
10 եպիսկոպոս ստորագրել են 10 թե քանի եպիսկոպոս ստորագրել են ըստ էության ուրեմն ոչ միայն Արշակ Սրբազանն ինչա իրան կարգալուծանելու պահանջը իրենց ձևակերպմամբ սրբապղծության համար, բայց նաև իրենց դժգոհությունը կաթողիկոսի դե ֆակտո կաթողիկոսի կտրիչի պահվածքի վերաբերյալ, որ հովանավորում է։ Հիմա ինչ դրանով պետությունը ինչով է միջամտում։ Հոգևորականներն են, իրենք են պահանջում, իրանք էլ հանձնաժողովի անդամ են, կարգապահական հանձնաժողովը ինչը չէ։ Հիմա հայ առաքելական քրիստոնյաները անկախ նրանց հավատացյալ են, թե մշակութային քրիստոնյաներ են, որովհետև այդ հոգևորականների մեջ էլ մի հատ պետք է իմանանք, էլի քանիսն են հավատացյալ։ Այդ պահն էլ կա, ճիշտ է։ Իրենց պահվածքից չի երևում, որ հավատացյալ են։ Այսօր մենք գիտենք քանիսն են իրականում հավատացյալ, հավատավոր։ Հիմա Հայ առաքելական եկեղեցու հետևորդ մենք։ Հիմա ես միշտ անկեղծ ասում եմ, ես հայ առաքելական եկեղեցու մշակութային իմաստով հետևորդ եմ, որովհետև կնքված հայ առաքելական քրիստոնյա եմ։ Փոքր ժամանակ ոչ էլ հարցել են, ինձ կնքել են, ես էլ դրանից ոչ էլ դժգոհ եմ։ Եվ այդ մշակույթը, եւ այդ ծիսակարգը, եւ դա ամեն ինչ շատ հոգեհարազատ է, եւ երբ որ ես մտնում եմ եկեղեցին, շատ լավ եմ զգում այնտեղ, եւ միջավայրից, եւ այդ հոգեվոր վիճակներից, բայց ես հավատացյալ չեմ։ Ընդհանրապես հավատացյալ չեմ, ոչ թե չէ, աթեիստ էլ չեմ։ Աթեիստ չեմ, ես չգիտեմ, կա Աստված թե չկա, ինձ ոչ մեկ դեռ չի ապացուցել։ Ինձ ոչ ապացուցել են, որ կա, ոչ էլ ապացուցել են, որ չկա։ Չնայած ես շատ եմ խորացել, շատ եմ ուսումնասիրել, շատ եմ փնտրել, ինձ շատ հետաքրքիր է դա։ Քիչ տեղեկանք էլի իրակոր, որտեվ շատ դա ուրիշ խոսք է, դա բարդ թեմա է, դրա համար եւ ես պնդում եմ, որ ես շատ ավելի շատ եմ խորացած այդ թեմայում եւ շատ ավելի շատ եմ ուսումնասիրել, քան այսօրվա Բարսաշչյան հոգեվորականներից շատերը, չեմ ուզում ասեմ բոլորը, բայց շատերը։ Ու դրա համար իմ համար հարց է, էլի, իրանք այդ ամեն ինչին տիրապետել, եթե իրոք կարդացել են գոնե Աստվածաշունչը, ամբողջը, ծայրից ծայր եւ հին եւ նոր կտակարանները, եւ այդքան բանից հետո այդպիսի վարք են դրսեւորում, կներեք, ես իրանցից ավելի շատ համապատասխանում եմ հավատացյալի կոչվանը, քան իրանք, չնայած հավատացյալ չեմ էլ եմ ասում, հա, այդ դասական իմաստով։ Աթեիստ էլ չեմ, բայց հավատացյալ չեմ։ Ուզում եմ ասեմ, որ ես չգիտեմ, մեր հայ ժողովրդի ինչքան մասն է ինպես ծիսակարգային, ասենք, ավանդույթները պահպանելու համար եւ հոգեվորական են կանչում ինչ-որ միջոցառումների համար, հա, ծնունդ է, կնունք է, մահվան կապակցությամբ եւ այլ, այդ ամբողջը պահպանում ենք, որտեղ ավանդույթ է, մեր մշակույթն է։ Եվ մանավանդ, եթե չգիտես Աստված կա թե չկա, հա, ասենք, բա եթե կա, կարող է ամեն ինչը ճիշտ է եւ այդ ամեն ինչը լավ է մտածված, ուրեմն պետք է պահպանվի, չէ՞։ Տես մի հատ անեկդոտ կա, չէ՞։ Ասում է, ուրեմն բանի Վարդանիկի անեկդոտի հին Վարդանիկի անեկդոտներից, հա, աթեիզմի դաս է գնում, ուրեմն դպրոցում, ուրեմն ուսուցչուհին գալիս է ասում է, երեխաներ, ուրեմն հիմա աթեիզմի դասին մենք բոլորս ուրեմն ինքը ռուսերեն բանով է հնչում, բայց հայերեն հեսա փորձեմ փոխակերպեմ, կանգնում ենք ու ասում ենք Աստված չկա ու ինչ որ անպատվանք ենք ասում Աստծո հասցեին, բոլորը սկսում են դա անել, Վարդանիկը բան չի անում, ասում է Վարդանիկ, բա դու քիչ ես կրկնում, ասում է ես մտածում եմ, եթե Աստված չկա, ում հասցեին ենք այդ անպատվանքը անում, բայց եթե կա, ինչի հարաբերությունները փչացնելու հիմա էս ասենք նրբություններ կա էլի, ասենք ինքը բարդ շատ զգայուն թեմա է, դրա համար նաև ամենայն հարգանքով հավատացյալների հանդեպ, իմ շատ հարազատ մարդիկ են հավատացյալ եւ նաև ամենայն հարգանքով աթեիստների հանդեպ, որտեվ կարևոր, ինչպես Հեգելը լավ խոսք ունի, ասում է կարևոր չի մարդը հավատացյալ է թե չէ, կարևորը որ նա լինի բարեպաշտ։ Իսկն որոշակի բարոյական կանոններին հետևի, անկախ նրանից, թե համարում է Աստված կա, թե չէ։ Ավելին, նույնիսկ երբեմն դա ավելի արժեքավոր է, երբ որ դու առանց Աստծո հավատալու ես, այդ կանոններին հետևում ուղղակի քո հավատամքն է դա, քո ներքին պահանջն է, քան եթե շատերը օրինակ դա անում են Աստծուց վախի պատճառով, վախենալով Աստծուց։ Ոչ բոլոր հավատացյալների մասն է խոսքը, որտեղ շատերը ոչ թե Աստծո վախուց են անում, այլ իրենց մոդել են ներքին պահանջ, էլի հանգարց տպավորություն չստեղծի, որ մի մասին ուզում եմ ինչ-որ ձևով թերագնահատեմ, բայց ամենայն դեպս վերջի վերջո
այդ ամեն ինչը պետքա քննարկվի եւ այդ դրա հիման վրա է որ նաեւ եկեղեցու դավանաբանությունը կարող է ռեֆորմների ենթարկվել, որտեղ ես հավատացյալ չլինելով, բայց մեծ հաճույքով այդ քննարկումների մեջ մտնում եմ, որտեղ այնտեղ տեսնում եմ թերություններ, տեսնում եմ ռեֆորմի անհրաժեշտություն, կարևորություն, կարծրատիպերը, նաեւ կրոնական կարծրատիպերը կոտրելու եւ կրոնական նոր լեվելի վրա բերելու, այդ թվում եկեղեցին, որտեղ շատ վտանգավոր բաներ կա, որտեղ կրոնի միջոցով նաև կառավարվում է գիտակցությունը, դրա մասին այլ առիթներով շատ ենք խոսել եւ հիմա ուղղակի շատ չխորանանք մի ուրիշ առիթով։ Քիչ մնաց գայինք Մարքսի այն տեսակետին, որ ասում է կրոնը հաշիշ է հասարակության մարդկության համար։ Որոշ մարդկանց դեպքում իրոք որ հաշիշ է, ու շատ վտանգավոր է։ Մանիպուլյատիվ տարբեր ձևերով է օգտագործում, չէ՞, խոհ, հա, դա էլ շատ ծավալուն թեմա է։ Միգուցե մի օր դրա մասին էլ զրույց ունենանք։ Դա հետաքրքիր արժեքաբանական զրույց կարող է լինել, եւ ես հիշեցի տարիներ առաջ այդ Հեգելի խոսքերը, որ ցիտեցիք, մի շատ հայտնի եկեղեցականի հետ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ չէ, երբ որ ես մի ճակատային հարց տվեցի, ասեցի դուք օրինակ որպես առաքելական եկեղեցի, որպես հավատքի կրողներ եւ հավատքը խրախուսելու կրողներ, օրինակ դուք կոպիտ ասած հո չեք անիծի այն մարդուն, որ ասում է ես Աստծուն չեմ հավատում։ Ինքը ասեց ոչ, նրանք էլ են մեր զավակները։ Եվ ես շատ մեծ հոգեբոր հաճույք ստացա, հոգեկան հաճույք ստացա այդ պատասխանից, որովհետև հասկացա մի բան եւ ընդհանուր առմամբ ինչ որ չափով ուսումնասիրելով հայ առաքելական եկեղեցու բնույթը, նկարագիրը, ես դրական կարծիք ունեմ այն մասին, որ մեր առաքելական եկեղեցին այ մեր այս մատնանշած մանիպուլյացիաներն ու պարտադրանքը չունի։ Տոտալիտար եկեղեցի չի կոպիտ ասած իմ համար այսպես դրա համար ուզում ես հավատա ուզում ես մի քննարկել դա ձեր այդ պնդումը քննարկելու հարցը համենայնդեպս ես այդպիսի հարցերին միշտ մոտենում եմ որպես գիտնական այդ իմ համար չափանիշ է որ պետք է ինչ որ բանի եթե ես հավատալու եմ պետք է իմ համար ապացուցված լինի ապացուցել լինի եւ ապացուցված լինի այո շնորհակալություն որ եկաք եւ ձեր տեսակետներն արտահայտեցիք Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ մեր զրուցակիցներ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ես կրկին դիմում եմ մեր այն հարգելի բարեկամներին ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին բայց դիտում են մեր հաղորդումները խնդրում եմ նրանց սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին շնորհակալություն կհանդիպենք